Ռուբիոն Երևանում էր ոչ թե պարզապես կանգ առնելու, այլ նոր խաղ սկսելու համար Թրամփի կաբինետի նիստում խոսում են Հայաստանի հետ քնած հարաբերությունները արթնացնելու մասին։ Իրանի շուրջ բանակցությունները շարունակվում են, բայց Թրամփի լեզվով սա կամ մեծ գործարք կլինի, կամ մեծ պայթյուն։ Վաշինգտոնը եւ բանակցում է, եւ բիթուները հիշեցնում։ Միացյալ Նահանգները պատերազմում շատ հրթիռներ ծախսեց, հիմա հաշվում են, որքան ժամանակում նորից կլցնեն պահեստները։ Պենտագոնում սակայն վստահեցնում են, ամեն ինչ վերահսկվում է։ Զելենսկին կրկին սոս է ուղարկել Վաշինգտոն, Կիևն ասում է ռուսական հրթիռները չեն սպասում, իսկ պատրիոտները դեռ ճանապարհ չեն ընկել։ Վաշինգտոն նահանգի գործարանում պայթյունից հետո փրկարարները բառացիորեն մահվանց տվերների տակ են աշխատում, քիմիական բակը դեռ կարող է դժոխքի դռները լայն բացել։ Էբոլան ստիպում է աշխարհին հիշել կարանտին բառը, օդանավակայաններում խստացումներ եւ սահմանափակումներ են հայտարարվել։ Նախագահ Թրամփը հայտարարում է, սահմանը կողպեկով է փակված, իսկ այսը հիմա տուրբո ռեժիմով է աշխատում։ Այս եւ մի շարք այլ թեմաների մանրամասները հաջորդիվ։ ԱՄՆ գլխավոր լուրերի ցուցադրման հովանավորն է Վիվալդի Քեթրինգը։ Վիվալդի Քեթրինգ բազմազան փաթեթներից առաջատար ընտրությունը։ Փաթեթ ընտանեկան 5-ից 6 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտանեկան եւ մեծ հավաքույթների համար հատուկ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $300 plus tax։ Վիվալդի լանչ փաթեթ 10-ից 12 անձի համար ընդամենը $150 plus tax։ Ընտրեք ձեր ճաշակին համապատասխան կոմբոն։ Վիվալդի Քեթրինգ, համի, որակի եւ առատության առաջատարը։ Արմեդիա YouTube-յան ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ, բարև ձեզ։ Կանխավ շնորհակալություն, իհարկե սա արդեն ավանդույթի համաձայն բոլոր նրանց, ովքեր որ մշտապես մեզ հետևում են։ Եվ իհարկե ընթացքում նաև մեզ հավանության նշան ուղարկում լայքի տեսքով։ Բաժանորդագրվեք ալիքին, եթե առաջին անգամ եք դիտում մեզ։ Լուրերից սկսենք, այսօր կայացել է նախագահ Դոնալդ Թրամփի նախարարական նիստը, որի ժամանակ զեկուցվում էր վերջին շրջանում տեղի ունեցած ու սպասվող իրադարձությունները։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն զեկույցում հիշատակել է Հայաստանի Հանրապետությունը, որտեղ կարճ ժամանակով կանգառեր ունեցել եւ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ նախաստորագրել էին համագործակցության համաձայնագիր։ Ահա թե ինչ է ասել պետքարտուղարը։ Այն վայրերից մեկը, որտեղ ես երեկոյան կանգ առա, Հայաստանին վերաբերող Թրամփը բարգավաճման համար նախաձեռնությունը նախաստորագրելն էր։ Սա այն Հայաստանի եւ Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի առանցքային հիմնասյուներից մեկն է, որին դուք կարողացել եք հասնել, եւ մենք նաեւ ստորագրեցինք կարևոր հանքային ռեսուրսների ու ռազմավարական համագործակցության համաձայնագիր։ Սա պարզապես եւս մեկ պատերազմի հիշեցում է, որի կարգավորմանը դուք օգնեցիք, սակայն դրա արդյունքում մենք այժմ տեսնում ենք Հայաստանի հետ նոր եւ մեծ հարաբերությունների ձևավորում, որոնք երկար ժամանակ գտնվում էին կանգնած վիճակում։ Այդ ուղղությամբ մենք լավ առաջընթաց ունենք։ Նիստի բաց հատվածում խոսվել է նաև Իրանի մասին։ Միացյալ Նահանգների վարչակազմը շարունակում է կոշտ հայտարարությունները, միաժամանակ փորձելով հասնել նոր համաձայնության։ Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը երբեք չի կարող ունենալ միջուկային զենք։ Նրա խոսքով, եթե բանակցությունները չաշխատեն, պաշտոնական Վաշինգտոնը պատրաստ է վերադառնալ եւ ավարտել գործը։ Նախագահ Թրամփը պնդել է, որ Իրանի նավատորմն ու օդուժը փաստացի ոչնչացված են եւ հիմա նրանք բանակցում են վերջին ուժերով։ Նա նաեւ հայտարարել է, որ Իրանի տնտեսությունը ազատ անկման մեջ է։ Թրամփը կրկին հայտարարել է, որ եթե Միացյալ Նահանգները չհարվածեր բիթու ռմբակոծիչներով, Իրանի 2 շաբաթվա ընթացքում կունենար միջուկային զենք։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը պետք է անմիջապես բացվի, հակառակ դեպքում Միացյալ Նահանգները կարող են նոր ուժ կիրառել։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնին նախընտրած տարբերակը դիվանագիտական լուծումն է, սակայն Իրանը երբեք չի ստանա միջուկային զենք։ Ռուբիոն նաև նշել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, Միացյալ Նահանգներն ունի այլ տարբերակներ։ Պատերազմի նախարար Փիթ Հեքսեթն էլ նշել է, որ Միացյալ Նահանգները ոչ միայն հարվածել է Իրանի ռազմական համակարգերին, այլ նաև փաստացի շրջափակել է երկիրը։ Նրանց տնտեսությունը ծանր հարվածի տակ է, որովհետև դա նրանց կենսական համակարգն է, ասել է Հեքսեթը եւ զգուշացրել, եթե Իրանը չհամաձայնվի պայմաններին, Միացյալ Նահանգները կարող է կրկին ռազմական գործողությունների գնալ։ Նախագահ Թրամփն էլ կրկնել է True Social-ում արված վերջին հայտարարությունը։ Հնարավոր է միայն մեծ գործարք, ոչ թե կիսատ համաձայնություն։ Եթե դա մեծ գործարք չէ, մենք այն չենք ստորագրելու։ Միացյալ Նահանգների ռազմական փորձագետները զգուշացնում են, որ Իրանի դեմ պատերազմի ընթացքում օգտագործված կարևոր զինատեսակների պաշարները վերականգնելու համար Միացյալ Նահանգներին կարող է անհրաժեշտ լինել առնվազն 3-ից 4 տարի։ Վաշինգտոնում գործող վերլուծական կենտրոնի նոր զեկույցի համաձայն հատկապես արագ սպառվել են 3 հիմնական համակարգերի՝ Tomahawk, Patriot եւ THAAD
պաշտպանական եւ հարձակվողական հրթիռները։ Զեկույցում նշվում է, որ Միացյալ Նահանգները Իրանի պատերազմի ընթացքում օրինակ թամավ հրթիռներից առնվազն 1000-ն է արձակել եւ նախապատերազմյան պաշարները ամբողջությամբ վերականգնելու համար կարող է պահանջվել մինչեւ 4 տարի։ Մասնագետների խոսքով այսօր խնդիրը ոչ այնքան ֆինանսավորումն է, որքան ժամանակը։ Զեկույցում նշվում է, որ նույնիսկ Դոնալդ Թրամփի վարչակազմի առաջարկած պատմական 1.5 տրիլիոն դոլար պաշտպանական բյուջեն չի կարող արագ լուծել խնդիրը, քանի որ նման բարձ զինատեսակների արտադրական շղթաները տարիներով են ընդլայնում։ Միաժամանակ վերլուծաբանները զգուշացնում են, որ Միացյալ Նահանգների ռազմական պաշարների նվազումը կարող է ստեղծել վտանգավոր պատուհան հնարավոր ապագա հակամարտության դեպքում, օրինակ Չինաստանի հետ, հատկապես Թայվանի շուրջ լարվածության ֆոնին։ Չինաստանի նախագահ Սի Ցзինպինը վերջերս կրկին զգուշացրել էր, որ եթե Վաշինգտոնը սխալ կառավարի հարաբերությունները Թայվանի հարցում, երկու գերտերությունները կարող են հասնել նույնիսկ բաց ռազմական բախման։ Պենտագոնը սակայն պնդում է, որ Միացյալ Նահանգները շարունակում է ունենալ բավարար զինանոց ցանկացած պատերազմի համար։ Նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ ռազմական արդյունաբերությունը արագացնում է արտադրությունը։ ԱՄՆ տարբեր նահանգներում արդեն կառուցվում են նոր գործարաններ։ Սակայն որոշ ռազմական փորձագետներ հակադարձում են, նշելով, որ Ուկրաինայի պատերազմն ու Իրանի դեմ գործողությունները ցույց տվեցին, թե որքան արագ կարող են սպառվել բարձր տեխնոլոգիական զինատեսակների պաշարները։ Այս ամենին զուգահեռ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Memorial Day-ի նամակում, որը հղված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ Կոնգրեսին, կոչ է արել արագացնել Patriot համակարգերի մատակարարումները Ուկրաինային։ 5 էջանոց նամակում Զելենսկին զգուշացնում է, որ Ռուսաստանը պատրաստվում է բալիստիկ հրթիռային հարվածների ավելի լայն արշավ սկսել ուկրաինական քաղաքների դեմ։ Ուկրաինայի նախագահը գրել է, որ բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու հարցում Կիևը գրեթե ամբողջությամբ կախված է Միացյալ Նահանգներից։ Նրա խոսքով Patriot համակարգերը շարունակում են մնալ ամենաարդյունավետ պաշտպանությունը ռուսական բալիստիկ հրթիռների բոլոր տեսակների դեմ։ Ուկրաինայի նախագահը նաև դժգոհել է, որ ՆԱՏՕ-ի աջակցությամբ ստեղծված Ուկրաինայի աջակցության ծրագիրը այլևս չի հասցնում պատերազմի իրական տեմպերին։ Նրա խոսքով ռուսական հրթիռների հարձակումների աճող մասշտաբների պայմաններում ներկայիս մատակարարումների արագությունը բավարար չէ։ Վաշինգտոն նահանգում Լոնգվյու քաղաքում գտնվող թղթի գործարանում տեղի ունեցած աղետից հետո փրկարարական խմբերը այսօր կրկին վերսկսել են որոնողական աշխատանքները։ Իշխանությունների տվյալներով առնվազն 2 մարդ է զոհվել, 9 համարվում է անհետ կորած, եւս 8 մարդ վիրավոր է, այդ թվում դեպքի վայր ժամանած հրշեջներից մեկը։ Պաշտոնյաները հայտարարել են, որ այլևս հույս չկա փրկվածներ գտնելու։ Սակայն մինչ մարմինների դուրս բերումը մասնագետները պետք է նախ կայունացնեն վնասված քիմիական բաքը, որը շարունակում է վտանգ ներկայացնել եւ կարող է կրկին փլուզվել ու պայթել։ Բակը պարունակում էր մոտ 900,000 գալոն white liquor կոչվող խիստ քայքայիչ քիմիական հեղուկ, որը հիմնականում բաղկացած է սոդայի հիդրոքսիդ եւ սոդայի սուլֆիդ նյութերից ու օգտագործվում է թղթի արտադրության մեջ։ Պայթյունից հետո բակը մի հատվածով ամբողջությամբ ներս է փլուզվել, իսկ վտանգավոր հեղուկը արտահոսել է ջրահեռացման համակարգ։ Փրկարարական աշխատանքներն իրականացվելու են միայն ցերեկային ժամերին, բարձր վտանգի պատճառով դեռևս հայտնի չէ, թե ինչն է դարձել պայթյունի պատճառ։ Տեղի բնակիչները պատմում են, որ գրեթե յուրաքանչյուր ընտանիք այս կամ այլ կերպ կապված է քաղաքի թղթի գործարանի հետ եւ ամբողջ համայնքը գտնվում է շոկային վիճակում։ Իշխանությունները նաեւ հայտնել են, որ վերջին տարիներին գործարանի դեմ անվտանգության հետ կապված բողոքներ եւ տուգանքներ են եղել, թե պաշտոնապես նշվում է, որ դրանք անմիջական կապ չեն ունեցել այս պայթյունի հետ։ Աշխարհում առողջապահական ծառայությունները բարձր պատրաստվածության ռեժիմի են անցնում էբոլայի հազվագյուտ եւ արագ տարածվող նոր շտամի բռնկման պատճառով։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Քենիա ուղարկել ամերիկացի հանրային առողջապահության աշխատակիցների հնարավոր կարանտինային կենտրոն կազմակերպելու համար։ Wall Street Journal-ի տվյալներով ծրագիրը դեռևս սպասում է Քենիայի կառավարության հաստատմանը, սակայն Միացյալ Նահանգների հանրային առողջապահական ծառայության որոշ աշխատակիցներ արդեն ստացել են պատրաստվածության ծանուցումներ։ Մի շարք երկրներ սկսում են սահմանափակել մուտքը կամ քննարկում են ճանապարհորդական նոր արգելքներ բռնկումը զսպելու համար։ Կանադան օրինակ հայտարարել է, որ 90 օրով մուտքի արգելք է սահմանում Կոնգոյի դեմոկրատական հանրապետությունից, Ուգանդայից եւ Հարավային Սուդանից ժամանող բնակիչների համար։ Կանադայի առողջապահական գործակալությունը հայտնել է, որ առանց ախտանիշների մուտք գործող անձինք մայիսի 30-ից սկսած պարտադիր 21-օրյա կարանտին կանցնեն։ Բահամյան կղզիները նույնպես սահմանափակումներ են մտցնում, որոնք ուժի մեջ են մտնում անմիջապես ու կգործեն 30 օր։ Մեքսիկան նույնպես խստացնում է առողջապահական վերահսկողությունը, բայց այստեղ նշվում է, որ 2026 թվականի աշխարհի առաջնությանը ընդառաջ է արվում։ Պաշտոնյաները կոչ են անում ճանապարհորդներին, որոնք վերջերս եղել են վարակված երկրներում, հետաձգել իրենց ուղևորություններ այլ երկրներ։ Օդանավակայաններում ներդրվելու են ավելի խիստ ուղումներ, ներառյալ ուղևորների փաստաթղթերի եւ ճանապարհորդական երթուղիների մանրակրկիտ վերահսկումը։
Վերադառնանք կառավարության նիստին, որտեղ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է նաև ներգաղթից։ Նախագահը պնդել է, որ սահմանային վերահսկողության խստացման արդյունքում Միացյալ Նահանգներում արձանագրվել է սպանությունների մակարդակի պատմական անկում։ Նրա խոսքով ֆենտանիլի մաքսանենգ հոսքը սահմանով նվազել է 61%-ով, ծովային ճանապարհով ապօրինի ներթափանցումները 97%-ով։ Թրամփը նաև հայտարարել է, որ նախորդ վարչակազմի տարիներին Միացյալ Նահանգներ են մուտք գործել ավելի քան 11,000 մարդասպան, որոնցից շատերը ըստ նրա արդեն հայտնաբերվել ու ձերբակալվել են։ Ներգաղթի թեմայով ելույթում Թրամփը կրկին պաշտպանել է այսի գործողությունները եւ քննադատել այս օրերին Նյու Ջերսիում կազմակերպված բողոքի ակցիաները, որոնք ուղղված են միգրացիոն կալանավայրերի դեմ։ Նա հայտարարել է, որ բողոքի ցույցերի մասնակիցները վարձատրվող ակտիվիստներ են, իսկ այսի աշխատակիցները պաշտպանում են ամերիկացիներին վտանգավոր հանցագործներից։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսն իր հերթին հայտարարել է, որ վարչակազմը արդեն 20 երկրի հետ համաձայնագիր ունի, որոնք թույլ են տալիս արտաքսել այն մարդկանց, ովքեր հրաժարվում են վերադառնալ իրենց հայրենիք։ Վենսի խոսքով այդ մեխանիզմը զգալիորեն ուժեղացրել է ԱՄՆ ներգաղթային վերահսկողությունը։ Նիստի ընթացքում չշրջանցեցին նաև սկանդալային բացահայտումներն ու պետական օգնության ծրագրերում կատարվող խարդախությունները։ Նախագահի խոսքով ամերիկացիների հարկերից գոյացած գումարները տարիներ շարունակ դուրս են բերվել կեղծ հաշիվների, կեղծ բժշկական ծրագրերի եւ կեղծ շահառուների միջոցով։ Նա հատկապես շոկային է անվանել այն փաստը, որ պետական համակարգում դեռ կան մարդիկ, որոնք 125 տարեկանում շարունակում են վճարումներ ստանալ։ Թրամփը ակնարկել է, որ իրականում գումարները վերցնում են կեղծ արար խմբերը, որոնք տարիներով օգտագործել են կամ մահացած կամ գոյություն չունեցող մարդկանց տվյալներ։ Վարչակազմի տվյալներով խարդախ սխեմաները հատկապես ակտիվ են եղել Medicaid եւ այլ առողջապահական ծրագրերում։ Առանձնատուկ ուշադրություն է գրավել Մինեսոտայում բացահայտված աուտիզմի կեղծարարության գործը։ Սպիտակ տան ներկայացման որոշ կազմակերպություններ կեղծ ախտորոշումների միջոցով պետությունից միլիոնավոր դոլարներ են ստացել, ձևացնելով, թե մեծ թվով երեխաներ հատուկ խնամքի կամ աուտիզմ ծրագրերի կարիք ունեն։ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը թեման ներկայացրել է ավելի ծանր սոցիալական տեսանկյունից։ Վենսը պատմել է մի դեպքի մասին, երբ տարեց մարդը մահացել է, որովհետև պատշաճ խնամք չէր ստանում, մինչդեռ պետությունից գումար ստացող անձը շարունակում էր ձևացնել, թե խնամում է նրան եւ գումար վերցնում կառավարությունից։ Նա հայտարարել է, որ նման դեպքերը կարող են լինել նույնիսկ հազարավոր։ Արտարադատության նախարար Թոդ Բլանշը հայտարարել է, որ վերջին շաբաթներին իրականացվել են հարյուրավոր իրավապահ գործողություններ։ Նրա խոսքով արդեն կան 1 միլիարդ դոլարի խարդախության դատավճիռներ, իսկ մի շարք նոր գործեր քննության փուլում են։ Սպիտակ տունը փորձում է այս թեման ներկայացնել որպես Միացյալ Նահանգների պատմության ամենամեծ հակախարդախության արշավներից մեկը։ Վարչակազմը պնդում է, որ սա միայն սկիզբն է եւ առաջիկայում սպասվում են նոր ձերբակալություններ ու բացահայտումներ պետական ծրագրերում գործող խարդախ ցանցերի դեմ։ Այսքանն էինք առանձնացրել ըստ էության օրվա լրահոսից։ Ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Ամենակարևորը՝ առողջ եւ խաղաղ եղեք։ Ցտեսություն։